Կոմիտասի գաղտնիքներն են բացահայտվում վարդապետի տուն թանգարանի բեմում։ Տիկին Շահկուլյանը առաջարկ անում, որպեսզի կատարենք Կոմիտասի այնպիսի ստեղծագործություն, այնպիսի շարական, որը ընդհանրապես չի լսվել, չի կատարվել։ Ֆրանսահայ երաժշտագետ Արմինե Գրիգորյանն է հավաքել արևմտահայ մամուլի 1910-ից 1913 թվականների բոլոր անդրադարձները վարդապետին նվիրված ու գիրք դարձրել։ Անուններ, ով է սա, ով է նա, կամաց, սկսվում է հավաքվել։ Դա պահանջում է երկարատև աշխատանք։ Թերթապատում մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին գրքի առաջին հատորը 4, իսկ երկրորդը 6 տարում է ավարտել Արմինե Գրիգորյանը։ Մտածում եմ արդեն կարդացել եմ, քանի անգամ եմ կարդացել, ուրեմն երկրորդ հատորը շատ ավելի հեշտ պիտի լինի։ Տեսեք, որ 6 տարի տևեց։ Գրքի առաջաբանը հեղինակը ներկայացնում է հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, ասում է ամեն հայ պետք է ծանոթանա այն բացահայտումներին, որոնք ինքն է արել աշխատանքի 10 տարիներին։ Հիանալի գովասանքներ կան Կոմիտաս վարդապետի, գեղեցիկ խոսքեր, ասում են աստվածատուր ձայներ, գեղարվեստական վեհ զգացողություն և հայեցի երգեցողություն։ Կոմիտասի մասին մամուլում այլ կարծիքներ է հանդիպել երաժշտագետը։ Պարզվում է հայ երաժշտության մաշտոցը քննադատության է արժանացել իր ժամանակին։ Մեկն ասում է, որ երգչախումբը ծառայում է Կոմիտաս վարդապետին, իսկ Կոմիտաս վարդապետն ասում է, որ երբ ծրագիրն է կազմում Գուսան երգչախմբի, ասում է, որ նրանք պիտի պարապեն անվճար։ Մյուս հոդվածագիրն ասում է, այսինքն զեկուցագիրն ասում է, որ Կոմիտաս վարդապետի ձայնն էր հրաշալի, իսկ մեներգները մի քիչ տկար էին։ Գրքի ամեն էջում և տողին բացահայտումներ է արել խմբագիր Տաթևիկ Շահկուլյանը։ Մեզ կարող է թվալ, թե Կոմիտասի մասին շատ բան գիտենք, ամեն ինչ ասված է, ամեն ինչ բացահայտված է, բայց այս գրքի միջոցով մամուլից այնպիսի բաներ ենք իմանում և մի տեսակ մտնում ենք այդ դարաշրջանի մեջ։ Քանի դեռ հայը ներսում երաժշտություն ունի, Կոմիտասը չի մոռացվելու։ Արմինե Գրիգորյանը նոր բացահայտումներ է խոստանում վարդապետի շարականներում։ Բացի թերթապատումի շարքը, որ պիտի որ շարունակեմ, ինձ հետաքրում է նաև շարականների ուսումնասիրությունը։ Կուզեմ արևակալի այդ երգերը համեմատության դնել Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։